Mate palma, baila, baila. Come on everybody, put your hands in the air. That is right, there's music everywhere. Esta fiesta, esta noche, baila, baila. Corazón. Come on everybody, party all night long. We'll be dancing in the streets, singing our song. Carnavalera, baila por vida tu pena con mi trompeta. Carnavalera, baila por vida tu pena con mi trompeta. Rompe fuego, mamá. Baila, baila. Muy bonita esta chica. Բարի երեկո բոլոր նրանց, ովքեր փորձում են համատեղել երեկո բարձր տրամադրության հետ, բարձր տրամադրությունը մաժորի հետ, իսկ մաժորը մենք էլ մեր հերթին փորձում ենք համատեղել այս ամենը օպերա ակումբում, ուր ստեղծված են հրաշալի պայմաններ անցկացնել երեկոն բարձր տրամադրությամբ։ Ընդհանրապես մենք մեր կյանքում ամեն ինչ համատեղում ենք։ Համատեղում ենք ուսումը աշխատանքի հետ, աշխատանքը մեկ այլ զբաղմունքի հետ, մեկ այլ զբաղմունքն էլ այս ցանկը շարունակելի է։ Դերևս առանձնացնենք դրանցից մեկը՝ երկու մասնագիտություններ։ Այն մասին, որ մաժոր երեկո ծրագրի այսօրվա հյուրը ունի երկու մասնագիտություն, բժիշկ եւ երաժիշտ, գիտեն գրեթե բոլորը։ Այն, որ նա երբեք դրանք չի համատեղել, գիտեն նույնպես։ Սակայն բանակում ծառայելու տարիներին նրան դիմում էին այսպես. բժիշկ, լա մինորի տեղը ցույց կտաս։ Գտնվում ենք օպերա ակումբում եւ իմ զրուցակիցն է Վահան Արծրունին։ Բարի երեկո։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր դուք մեր հյուրն եք։ Իսկ հաճախ որպես բժիշկ ցույց եք տալիս այդ լա մինորի տեղը։ Ավելի հաճախ, քան թե ցույց է տալիս բժշկական օգնություն։ Իհարկե ծաղրանքի էպիզոդներ, ծաղրանքի տալու էպիզոդներ կան իհարկե ծառայելու ընթացքում, բայց իհարկե ծառայանք չէր, ամեն դեպքում սա կյանք էր, ամեն դեպքում սա ծառայություն էր։ Չնայած բժշկությամբ զբաղվել եմ ընդհանրապես 2 տարիների ընթացքում 95-ից 97-ը։ Միևնույն է դժվար է ասել, որ խաղ բան էր, բանակն ունի բանակ, ծառայություն։ Բայց իհարկե ասել, որ սա ինչ-որ ճակատագրական էպիզոդ էր իմ կյանքում չեմ կարող, որովհետև ինքս ընկալում եմ այդ 2 տարին որպես վերադարձ այն տարիներին, այն ժամանակին, երբ որ բժշկական ինստիտուտում էի սովորում եւ պատրաստվում եմ բժիշկ դառնալ։ Դες ներկայացնելը չափազանց դժվար է, երգիչ, երգահան, գիտարահար, կամերային եւ սիմֆոնիկ երաժշտության հեղինակ։ Իսկ ո՞րն է առաջնայինը ձեզ համար։ Առաջնային ինձ համար երաժշտությունն է, որովհետեւ կար շրջան ժամանակահատված, երբ որ զբաղվում էի երգարվեստով, երգ հորինելով եւ հիմնականում համերգները հեղինակային երգ ժանրի կամ այդ հասկացողության մեջ այդ համերգներին էի մասնակցում գիտարով բազատես։ Հետո եկավ մի շրջան, երբ որ արդեն զբաղվում էի ավելի մասնագիտորեն էի մոտենում երաժշտությանը, 6 տարի երգեցի Նարեկ Արաքան երգչախմբում եւ հոգեվոր երաժշտությունը եւ դասական հայկական երաժշտությունը իհարկե գրավեց ավելի շատ։ Հենց այն ժամանակ զգացի անհրաժեշտությունը մասնագիտական կրթություն ստանալու, ընդունեցի կոնսերվատորիա եւ կամերային երաժշտությունը գրավեց։ Սրա հետևանքն է, որ գրվեց Կոմիտաս 10 հայտնություն շարքը, երգաշարը, Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Իսկ հետո քանի որ կոնսերվատորիայում շատ լավ գիտեք ինչ մթնոլորտ է եւ շփում է իհարկե երաժշտության հետ եւ ազդեցությունը դասական երաժշտության մեծ ֆորմաների ազդեցությունը ավելի ինտենսիվ է։
ինձ հետաքրքրեց սիմֆոնիկ երաժշտությունը, որի հետևանքը եղավ իմ համատեղ աշխատանքը Դավիթ Հարությունյանի հետ, կոմպոզիտոր հետ, որ գործիքավորեց իմ էթնոֆոնիկա սիմֆոնիկ սյուիտը։ Մի առիթով ասացիք, որ դասական վոկալը այլևս հետաքրքրություն չի ներկայացնում ձեզ համար եւ դա ձեր խորը համոզմունքն է։ Սա էր պատճառաբանությունը, որ եկաք պրոգրեսիվ երաժշտության ժանրը։ Ընդհանրապես դասական ժանրը եւ դասական ոլորտի երաժշտության մեջ շատ լուրջ ասպարեզ է։ Սա պահանջում է պարզապես երաժշտից մի բան, երաժշտը պետք է ծառայի այդ երաժշտությանը։ Սա առաջինը, երկրորդը պետք է իմաստ տեսնի այդ ամենի մեջ։ Վերջի վերջո ամբողջ դասական երաժշտությունը ստեղծվել է 200-300 տարիների ընթացքում եւ սա հին երաժշտություն է։ Երաժշտություն, որը գրվել է դասականների կողմից, բայց բավականին վաղուց։ Այսինքն ամեն ինչ ասված է։ Ինձ թվում է այն ձևերի մեջ, որոնց մեջ որ հաստատվել է այդ երաժշտական երևույթը որպես դասական, սպառվել է եւ սա ես չեմ ասում, սա ընդհանուր երաժշտական process-ն է վկայում, որ օպերան մնաց իր դասական ձևերի մեջ, ավստրիական օպերա, ֆրանսիական օպերա եւ իտալական, ուրիշ որևէ ձև չաշխատեց, նույնիսկ մեր հայրենիքում չնայած օպերա ակումբ ենք նստած, բայց հայկական օպերա երևույթը սա ըստ էության պետք է դեռ իմ խորին համոզմամբ կայանա որպես նոր ձև օպերային նոր ինչ-որ որակ, որտեղ որպես դասական Հայաստանում այո ձևավորվեց, մենք ընկալում ենք Անուշ եւ այլն որպես դասական օպերաներ, բայց աշխարհի կողմից սա ընկալվում է բազմապես որպես ազգային ինչ-որ էքսպերիմենտ։ Հիմա շատ հետաքրքիր process-ներ են ռոք երաժշտության մեջ գնում, որտեղ ծնվեցին այդ ժանրից, այդ աշխարհից երևույթներ, որոնք որ արդեն ակնհայտ է որևէ եզրեր նույնիսկ չունեն ռոք երաժշտության հետ։ Որպես երաժշտական ձև ես նկատի ունեմ, առաջին պրոգրեսիվ երաժշտությունը, սա նույնիսկ որպես պրոգրեսիվ ռոք չի անվանվում, այլ առանձին անվանում է, ծնվեց արտ ռոքից։ Հետաքրքիր իրավիճակ է, որովհետև Հայաստանում ոչ միայն հանդիսատեսը տեղյակ չի այդ երևույթից, կամ սիրողներ իհարկե, մատներով կարելի է հաշվել, բայց ավելի տխուր փաստ կա, որ երաժշտագիտությունը եւ մասնագիտական որևէ վերլուծություն չի արվում Հայաստանում, որտեղ մասնագետ չկա, հետաքրքրող չկա պրոֆեսիոնալ ոլորտում, իսկ այդ ուղղությունը ամբողջ աշխարհում համարվում է ամենաառաջադեմ, ամենապրոֆեսիոնալ ձևը երաժշտական։ Ասացիք չկան մասնագետներ, իսկ որտեղից պետք է լինեն եւ որտեղ պետք է ստանան այդ կրթությունը։ Ընդհանրապես մասնագիտական կարծիքը ձևավորվում է այն պայմաններում, երբ որ երևույթը ընկալվում է լուրջ, որպես լուրջ երևույթ, առաջինը, երկրորդը հետաքրքիր է մասնագետների համար, եւ երրորդը, երբ որ կան չափանիշներ, կան հայտնի են չափանիշները, որպեսզի գնահատական որևէ կայացվի այդ երևույթի մասին։ Մի խոսքով երևույթը որպես այդպիսին է ընկալվում, որպես երևույթ երաժշտական։ Հիմա ինչպիսին է Հայաստանում վիճակը, համերգներ չկան, այդ երաժշտությունը գրեթե անհայտ է, չկան մասնագետներ, որոնք որ գոնե իմանային որտեղից պետք է
հայթայթվի նյութը ձայնագրությունները չկա պարզ է, հետևաբար չկա որևէ չափանիշների համակարգ, որը որ կարող էր ընկալվել լավ կամ վատ, կամ որը որ կարող է գնահատվել լուրջ կամ անդուրջ, կամ ընդհանրապես սա երևույթ է երաժշտության մեջ։ Ամեն ինչ համեմատության մեջ է, իսկ այդ համեմատականը չկա։ Եվ ստեղծում են մի հսկայական այսպիսի մի հակասությունների դաշտ, որտեղ որ երաժիշտը, որ զբաղվում է պրոգրեսիվ երաժշտությամբ, էլի հակասական իրավիճակի մեջ է։ Մի կողմից չկան կրիտերիաներ, չկան գնահատելու միջոցներ, սա թույլ է տալիս ազատ ստեղծագործել, բայց մի կողմից էլ, երբ որ արդեն պատրաստ է ստեղծագործությունը, չկա որևէ մասնագիտական կարծիք ձևավորված չէ։ Փառք Աստծո, որ կա ինտերնետ, փառք Աստծո, որ կան հիմա հնարավորություններ ներկայացվել արտասահմանում, այն մասնագիտացված շրջանակներում կան ամսագրեր, կան ֆորումներ, պրոգրեսիվ ֆորումներ, փառատոներ, որտեղ որ մարդիկ հետաքրքրված են այդ երաժշտության մեջ եւ փառք Աստծո հիմա այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ մենք ընդհանրապես ուղարկելով մեր նոր ընկերներին ցույց տալով համերգային ձայնագրությունները ստացանք միանգամից 3 ալբոմի համար կոնտրակտ եւ բավականին լուրջ ֆիրմայից ֆրանսիական, որ մասնագիտացված է դասական եւ պրոգրեսիվ երաժշտություն արտադրելու մեջ։ Այսինքն Հայաստանի նկատմամբ ձեր հետաքրքրությունը սպառվել է, թե Հայաստանի հետաքրքրությունն է սպառվել։ Հանդիսատեսի հետաքրքրությունը դեռ արթնացած չէ։ Իսկ ինչ-որ բան ձեռնարկում եք դրա համար։ Դե ինչ կարող է երաժիշտը ձեռնարկել։ Առաջինը համերգներ, մենք շատ ակտիվ ենք համերգներ տալիս, այս ծրագիրը, որ մենք 1 տարվա մեջ ենք պատրաստել մեր խմբի հետ, մենք 4 համերգի մեջ արդեն ներկայացրել ենք, նույնիսկ մի ելույթ ենք, մեկ անգամ ելույթ ենք ունեցել ազգային հեռուստատեսությամբ հատվածները ծրագրից ներկայացնելով կենթանի եւ ձայնագրություն։ Ուրիշ որևէ միջոց երաժիշտը չունի ներկայացվելու։
համար մեր հայ երաժիշտները հետաքրքրություն են ներկայացնում հայ իրականությունից դուրս արտասահմանյան երկրներում շատ հաճելի երևույթ է։ Այնուամենայնիվ դուք շարունակում եք ապրել եւ ստեղծագործել Հայաստանում։ Իսկ այն հարցը, թե ում համար է ձեր արվեստը, դες հաճախ է մտահոգում։ Իհարկե յուրաքանչյուր ստեղծագործող անհատին այդ հարցը պետք է մտահոգի եւ ինչքան շուտ արվեստագետը պատասխանի այդ հարցին, այնքան ավելի հստակ նա կշարունակի զարգանալ ստեղծագործության մեջ։ Իհարկե առաջին հերթին ստեղծագործողը ստեղծագործում է իր համար։ Երկրորդը, երբ որ իր ստեղծագործությունը որևէ մեկի կողմից սիրվում է եւ որևէ մեկը պահանջն է զգում այդ ստեղծագործությունը վայելելու, սա երկրորդն է, որ մեծ երջանկություն է յուրաքանչյուր արվեստագետի համար, յուրաքանչյուր նկարչի, յուրաքանչյուր երաժշտի համար։ Շատ կարևոր է, որ դու բեմի վրա ես, որպեսզի դահլիճում դատարկ տեղ չլինի։ Սա այն զգացողությունն է տալիս, որ այնինչ որ կարևոր է քեզ համար, կարևոր է նաև այն հանդիսատեսի համար, որ գտնվում է դահլիճում։ Այսինքն չպահանջ արվեստի մասին է խոսքը։ Այո, բայց իհարկե կան իրավիճակներ, երբ որ չի գիտակցվում կամ պարզապես պատմական շրջան է, երբ որ պետք չէ։ Մենք անցել ենք նման պատմական շրջանում եւ հսկայական քանակի երաժիշտներ կորցրել են։ Միայն այն պատճառով, որ երաժշտի համար կարևոր է, որպեսզի իր ստեղծագործությունը, իր արված աշխատանքը գնահատվի։ Եվ սովորաբար երաժիշտը միշտ լավ երաժիշտը միշտ միջոց ունի գնալ այնտեղ, որտեղ որ կգնահատվի։ Միայն սրանով է պայմանավորվում նա, որ Հայաստանից գնացին մեծ քանակով փայլուն երաժիշտներ, փայլուն նկարիչներ։ Ոչ նրանով, որ նրանք ձգտում են բարեկեցիկ կյանքին կամ հարստավոր, սա մենք պարզապես գնահատվելու միտումը ընդհանրապես եւ Կովկասու կան մեծ քանակով օրինակներ, երբ որ գնացել են այնտեղ իմ ընկերները եւ գնահատվել են։ Եվ հիմա հանգիստ ապրում են, հանգիստ ստեղծագործում են։ Իսկ այն Դες համար այդ օրինակը բարեկիչ չէ, հուսով եմ։ Ընդհանրապես իմ ընկերները կատակում են, ասում են, որ ես թուղթուգիր արած եմ։ Ընդհանրապես մի անգամ եղավ միջադեպ, երբ որ յուրախավերով շուտ 2 անգամ եղավ, գնացի Ռուսաստան եւ վերջ։ Կամ այն հանգամանքը, որ խումբը շատ մեծ է 7-ից 37 օկեանոց։ Չնայած էլի հակասական է, որովհետև երբ որ մենք ուղարկեցինք արտասահման CD դիսկի ալբոմի հետ կապված ռելիզը, այնտեղ կան լուսանկարներ, որտեղ որ ես պատկերված եմ կամերային խմբի հետ, մանկական երգչախմբի հետ, սիմֆոնիկ նվագախմբի հետ, այս մարդիկ արդարով ասում են, լսեք, դուք դա չպիտի ունենաք, որովհետև մեր երաժիշտների համար սա ես խումբը կամ Ջեթրոտալը 20-25 տարի աշխատելուց հետո նոր համարձակվեցին բեմ բարձրանալ սիմֆոնիկ օրկեստրի։ Իսկ հեղինակային երգ ժանրում որ թեմաներն է ձեզ ավելի շատ մտահոգում։ Ճիշտ ասած, էլի հակասությունների մեջ է գտնվում այս ոլորտը, որովհետև միանշանակ ասել, որ սա հեղինակային երգը դժվար է։ Հիմնականում երգերս գրված են Ռազմիկ Դավայանի բանաստեղծությունների հիման վրա եւ մի շարք կա, ինչպես ասեցի, Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա եւ երրորդ մասը, այսպես պայմանական եթե բաժանել, գրել եմ ինքս տեքստերը, որովհետև բանաստեղծ լինելը սա նորից ուրիշ իրավիճակ է։ Երգի տեքստ գրելը ուրիշ։ Երգի տեքստ, ես անվանում եմ դա տեքստ, չնայած ես գիտեմ, որ շատ իմ ընկերներ, գործընկերներ, հեղինակային երգի բնագավառում աշխատող իմ ընկերները համարում են, որ սա պոեզիա է։ Ես մի քիչ անջատում եմ, որովհետև որպես երևույթ, ստեղծագործական երևույթ, տարբեր հատկությունների մեջ է գտնվում երգը, երաժշտությունը եւ պոեզիան։ Այնպես որ միանշանակ ասել դժվար է, սա ինչ թեման է, շատ կապված է պոեզիայի հետ։ Պարզ է Ռազմիկ Դավայանի պոեզիան ավելի փիլիսոփայական տարեր պարունակող երևույթ է, Կոմիտասի պոեզիան ընդհանրապես կոսմիկական մի շերտ է, աներևույթ պարզապես կերպարներ է ստեղծում, շատ
շատ չեն նախ եւ առաջ բանաստեղծությունը, երկրորդը շատ կոմպակտ է եւ գաղափարը եւ տեսաշարը ես կասեի։ Իսկ ձեր տեքստերը ինչ թեմայով են։ Հետաքրքիր նաեւ որ ժամանակ կար մոտ 10 տարի, որ գրեթե ոչ մի երգ չկար սիրո մասին կամ քնարական թեման բոլորին չէր գրավում ինձ, սա վերջին տարիների նվաճումն է, որ հիմա մի շարք կա, որ ես անջատում եմ մնացած երգերից, որոնք ավելի քնարական տարեր են պարունակում, չգիտեմ ինչ է դա գուցե հասակի հետ է կապված։ Համերգային կատարումներ, տեսահոլովակներ, ձայնագրություններ, սակայն կենթանի կատարմանը ոչինչ չի հասնի։ Կկատարեք մեզ համար որևէ ստեղծագործություն։ Սիրո։ Ծիծաղել է, բայց փաստ է իրար, աշխարհի բախտը քեզնից էր կախված, իմ սրտի ներսում մի աշխարհ մեռավ, թողնելով միայն հուշն աղավաղված, քեզ համար երկար ես տառապեցի եւ անցկացրի գիշերներ անքում, մի վարկյանի մեջ մի դար ապրեցի, հառաչանքներս խեղդելով թաքում, բայց թե պապանձվեմ ու մնամ անբար, դուրս նետվեմ կյանքից, դարից ու տարուց, և եթե հոգնեմ աշխարհից իսպար, չեմ հոգնի բնավ, անունդ տալուց, անունդ տալուց, անունդ տալուց։ Ձեր գործունեության ոլորտները բազմաժանր են եւ բազմազան, յուրաքանչյուրն է տալիս է լայն հնարավորություն ինքնադրսևորման։ Իսկ հեռուստատեսությունը ձեզ համար ինչ է։ Սա արդեն կարող եմ ասել անցյալ ժամանակում, որովհետև սա նախ եւ առաջ հիվանդությունն է, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ հեռուստատեսությունը սա հիվանդություն է, որովհետև ընդամենը մի պահ կյանքում երբ որ լինում է, որ առնչվում ես այդ աշխարհի հետ, արդեն հնարավոր չի անջատվել եւ ես համարյա 6 տարի Արտպրոմո հաղորդաշարը շաբաթը մեկ ներկայացնում էր արտիական արվեստը Հայաստանում եւ երկրորդ շարքը սաբատաշարքը համաշխարհային երաժշտական արվեստը ներկայացնում։ Երկու ծրագրերն էլ չկա։ Արդեն փակվել են այդ պրոյեկտները։ Գուցե մեկ նոր նախագիծ իրականացնելու համար։ Գուցե եւ որովհետեւ իմ համոզմամբ ստեղծագործող ջիղը եւ ստեղծագործող մարդիկ անսպառ են մեր հայրենիքում Պարքաստու, պարզապես պետք է ճանաչել իրենց, գտնել եւ անպայման ներկայացնել։ Հեռուստատեսությունը ինձ համար միշտ եղել է միջոց, որպեսզի ես կարողանամ ներկայանալի դարձնեմ իմ ընկերների աշխատանքը։ Նման հաղորդումները ծառայում են այդ գաղափարին եւ շատ շնորհակալ գործ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երեկոյի համար, որ հյուրընկալվեցիք մաժոր երեկո ծրագրում, կիսվեցիք ձեր ծրագրերի մտքերի հետ, իսկ ինչ վերաբերվում է այդ թուղթու գրին, որ թեպետ կատակով նշեցիք, ես կուզենայի, որ եւ քանդեիք եւ թողնեիք ազդեցությունը, քանի որ եթե քանդեիք գուցե մեկնեք անվերադարձ, իսկ եթե չքանդեք, ուրեմն հայ հանդիսատեսը միշտ կտեսնի ձեզ։ Ես շնորհակալ եմ նախարարների համար, չտեսնված զրույցեր եւ ցանկանում եմ, որ այն մաժորային տրամադրությունը, որ ստեղծում է ձեր ծրագիրը, այն մաժորը, որ կա այս ծրագրի մեջ, սա համապատասխան ձևով ընկալվի է ստատուտորի կողմից եւ բազմապես ազդեցություն այս ծրագրի տարածելով մեր հստակեցության մեջ ավելի մաժորային տրամադրություն ստեղծի ընդհանրապես մեր կյանքում։ Շնորհակալություն։
Մի իմաստուն մարդ ասել է, որպեսզի ծնվի երաժշտություն, անհրաժեշտ է այն ունենալ հոգում։ Հուսանք, որ այս երեկոյի ընթացքում դուք գտաք ձեր հոգու երգը եւ կպահպանեք այն մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Ես շնորհակալություն եմ հայտնում Թումանյան 54 հասցեում գտնվող օպերա ակումբի տնօրինությանը այս նկարահանմանը տարածքը սիրով տրամադրելու համար։ Եվս մեկ շնորհակալություն Փերի գեղեցկության սրահին, որը գտնվում է Ծաքյան 1 հասցեում մատուցած ծառայության համար։ Ինչպես միշտ մաղթում եմ ձեզ մաժոր տրամադրություն մինչև մեր հաջորդ մաժոր երեկո։ Ցտեսություն։